Հարգելի հետևորդներ, ելույթներից հետո հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ երթով շարժվում են ԱԱԾ շենքի մոտ, որտեղ կալանավորված է Սամվել Կարապետյանը։
մի վարկյան Հարգելի հետևորդներ, Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվել էր 2 տարի ազատազրկման, Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանքի տակ է շուրջ 4 ամիս, իսկ հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ Քահանա Ասատրյանի եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ ընդդիմության 2021 թվականի ցույցերին ստիպողաբար մասնակցելու հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություններ հայտարարել, սեպտեմբերի 17-ին կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վերհանող հոգևորականների թիկունքին։ Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի ցույցերին ստիպողաբար մասնակցելու հայտարարության փրկարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը և Մողնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը։ Թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հոկտեմբերի 16-ին նույնպես հարուցվել էր հանրային քրեական հետապնդում դատավորի դատախազի քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար, կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Փաստաբանը սոցիալական ցանցերում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանավորմանը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանելով հոգին սատանային վաճառած շան տղաներ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Կոչուբաևին ձերբակալել են դիմակավորված անձինք կոպտությամբ ֆաշիստական ձևով։